ուշահամալիր, այնուհետև հեռացնել այդ գրառումը, ինչի դրսևորում է, ինչ ցինիզմ է սա, հաշվի առնելով, որ մի պահ պատկերացնում եք, եթե օրինակ իրենք հոլոկոստի հետ կապված այդպիսի գրառում ջնջեն, ինչ կանեին, էլի, խնդրեմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ամերիկա դարձել է շնորհիվ այն բանի, որ ոչ թե մեկ կամ երկու անհատ ինչ-որ բան կարող են որոշել, այլ համակարգն է որոշում։ Իմ լավ ընկերներից մեկը մի անգամ ասաց. Ամերիկան դեմոկրատական է եւ ոչ թե այն բանի շնորհիվ, որ Ամերիկան հզոր է, այլ Ամերիկան հզոր է, որովհետեւ դեմոկրատական էր։ Այսօր ես կարող եմ պատասխանատվությամբ ասել համեմատաբար դեմոկրատական ժողովրդավարական, այդ ուղղությամբ դեռ քայլեր ունեն անելու ամբողջ աշխարհը, ամբողջ մարդկությունը եւ ես հուսով եմ Հայաստանը այդ ոլորտում օգտակար կլինի։ Այն ինչ որ իրեն թույլ տվեց ոչ միայն այդ գրառում անել եւ հանելը, այլ նաեւ ընդհանուր կեցվածքը, դրա համար իհարկե ինքը հետո կանգնել է տխուր պատասխանատվության առաջ, բայց դա իր խնդիրն է, ես չէի ուզենա որպես այն պետության նաև ներկայացուցիչ, որը իմ ամենածանր ժամանակներում երբ ինձ քաղաքացիությունից զրկեցին եւ արտաքսեցին, Ռեյգանի միջամտությունն էր, որ ինձ բանտից ազատեցին, բայց արտաքսելը իհարկե ոչ, Ամերիկան է ինձ օգնություն ցույց տվել եւ ես Ամերիկայի լավն եմ տեսել եմ ինչպես էր Ամերիկան 90-ական թվականներին, երբ դեռ Հայաստանը միջազգայինորեն ճանաչված չէր, ամերիկյան սենատորները ինչպես էին ինձ աջակցում մեկ օրվա մեջ 40 ստորագրություն այն բանի դեմ, որ Հայաստանի պարլամենտից անկախ Գորբաչովը որոշում չընդունի, ի վերջո իմ քաղաքացիությունը այդպես արագ վերականգնվեց ամերիկյան կոնգրեսականների շնորհիվ, այն ինչ որ այսօր բացասական կատարվում է Ամերիկայի կողմից, ես վստահ եմ, որ ամերիկյան համակարգը ի վերջո տեղը կդնի եւ սխալներ թույլ տվածներն էլ կաժանանան համապատասխան գնահատականի, մեղմ ասած գնահատականի։ Իհարկե, եթե քո պետությունը իրեն այնպես չի դրսևորում, տեսեք ինչ կատարվեց։ Վենսը միայնակ գնաց հայոց ցեղասպանության հուշահամալիր թանգարան, բարձ չի որ գնահատականը մենք տվեցինք։ Այսինքն հայերն ասացին, դե մեզ համար 10-րդական բան է, այնինչ պիտի լիներ մեր դիվանագիտական գործունեության առանցքում, այնինչ պիտի լիներ հիմքը մեր պետության ռազմավարական կողմնորոշման, դա Հայաստանի իշխանությունների կողմից անտեսվում է։ Եվ ինչ որտեղ այստեղ բնականon է դառնում, այն որ դե ասում է, եթե ձեզ պետք չի, մեզ էլ պետք չի։ Հիմա գալով հետաքրքրական է, որ այս դիրքորոշումը ազդում է նաև պատանդների ճակատագրի վրա։ Եվ դրա մասին ուղղակի հրապարակավ չխոսելը, Վենսի կողմից ընդհակառակը գովաբանելը վկայում է, որ շատ բաներ Հայաստանից են սկիզբ առնում, բացասական բաներ, բացասական հենց նաև Հայաստանի համար, մարդկության համար էլ իհարկե։ Ես հրապարակավ հայտարարել եմ, որ պատանդներին եւ ռազմագերիներին մենք այսօր ունենք ոչ այնքան Ալիևի քաղաքականության հետևանքով, այլ Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանն է կալանավորել նրանց եւ պահում ազատազրկման մեջ։ Ես կուզեմ սա հիմնավորել, որպեսզի մեր կապարանոց մեղադրանք չթվա։ Երբ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Եվրոպայում հայտարարեց, որ Արցախի ինքնորոշման հարց չկա, Արցախ չկա, Արցախը Ադրբեջանի մաս է կազմելու, բոլոր նրանք, ովքեր մասնակցել են Արցախյան շարժմանը, դարձան ահաբեկիչներ։ Սարսափելի բան է ասածս։ Մեր արդարության համար պայքարած նահատակված մարդիկ, դրանք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, հիմա դուք կարող եք ասել այն ինչ ես եմ ասում հաճախ, ասում եմ ինչ է Նիկոլ Փաշինյանը ձեր աստվածն էր, որ ինքը ասեց, բոլորն էլ որոշեցին, որ հա, դե ինքնորոշում չկա։ Ինքնորոշումը չէ, որ միջազգային իրավունքի հարց է, բայց որևէ քրեական գործ քննելիս կամ որևէ գործ քննելիս ինքնախոստովանությունը հիմնական գործոնն է համարվում։ Ես լավ տեղյակ եմ, որ Մեծ Բրիտանիայում նույնիսկ այդ ինքնախոստովանության սխալ լինելը ժամանակին պարտադրեց բրիտանացիներին անմիջապես հրաժարվել մահապատժից, որովհետև մարդ կար, որ ասում էր ես սպանեցի կնոջս եւ երեխայիս, բայց իրականում ինքը նկատի էր ունեցել հոգեբանական վիճակը եւ ոչ մի կապ չուներ ոչ հոգեբանականի, ոչ ուղղակի սպանության հետ, բայց ի վերջո որևէ գործ քննելիս շատ կարեւոր է թե կասկածյալը կամ մեղադրվողը ինչ ինքնախոստովանությամբ է հանդես գալիս։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ մենք հրաժարվում ենք Արցախից, դու ով ես որ հրաժարվես։ Դու ով ես որ նախ իմ անունից ասես մենք։ Իդեպ այսօրվա ցույցի հիմնական նպատակներից մեկն էլ այդ է։ Մենք ուզում ենք ասենք, որ Նիկոլ դու մենք չես, մենքի մեջ չես մտնում, դու մեզ հետ կապ չունես, հայ ժողովրդի հետ էլ կապ չունես։ Ինչևէ, այդ հայտարարությունից հետո բարոյա իրավական հիմք տրվեց բռնապետ Ալիևին
կատարելու այն ինչ կատարեց եւ այսօր էլ դրանք այդ փաստը այդ իրողությունը օգտագործելու որպես արհեստական հատուկ հոգեբանական եւ քաղաքական լծակ Հայաստանի դեմ։ Իհարկե այստեղ մի կարևոր բան կա, որը անթույլատրելի էր։ Թող Թրամփը չնեղանա, ուզում է թող նեղանա, ես շփվել եմ ամերիկյան երկու նախագահների հետ, նրանցից մեկը երկրորդը Հայր Բուշը, նույնիսկ իմ մասին հրապարակավ ասած, տեսագրություն ունեմ, կարող է ամեն ոք նայել, տեսնել ժողովրդավարությունից դեպի բացարձակ ներողություն, բռնապետությունից դեպի բացարձակ ժողովրդավարություն այդպես ֆիլմ կա, այնտեղ այդ կադրերը կան, որտեղ ասում է, որ Հայրիկյանը դեստաբիլիզացիոն ուժ է, ես այն ժամանակ գլխավորում էի սովետական միության ժողովրդավարական շարժումները, կոորդինացիոն կենտրոնը, եւ բայց ընդամենը մի տարի անց առաջարկեց ինձ աշխատել Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Մարդու իրավունքների հանձնաժողովում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում, դա ամենաբարձր պաշտոնակն էր, որ երբևէ որևէ հայ զբաղեցրել էր։ Բայց ես շտապում էի Հայաստան, քիչ առաջ ասացի, սենատորների ճնշմամբ Գորբաչովը հատուկ հրամանագիր էր ստորագրել։ Ուրեմն, երբ գալիս է տարածաշրջան Ամերիկայի ներկայացուցիչը եւ նրա համար գլխավոր կռվանը, գլխավոր գործոնը ժողովրդավարությունը չէ, դա Ամերիկայի հետ կապ չունի։ Ամերիկան ունեցել է հայրեր, Ամերիկան օրինակ է հանդիսացել աշխարհի շատ երկրների համար։ Գալիս է տարածաշրջան մեկը, ի վերջո Հայաստանը գոնե մի քիչ ժողովրդավարական է, քան Ադրբեջանը։ Նիկոլի ջանքերով Մարիամ ջան, միտքս կռահեցիք դուք։ Նիկոլի ջանքերով Հայաստանը արդեն սկսում է մրցել Ադրբեջանի հետ ժողովրդավարության հարցում։ Եվ դա էլ է այսօրվա մեր ցույցի մեջ մտնում եւ մասնավորապես դա հատուկ տեղ կգրավի ամսի 18-ի, փետրվարի 18-ի արդեն մեծ հանրահավաքի հետ, որը տեղի կունենա նույնպես կառավարության շենքի դիմաց ժամը 17-ին։ Դրան չմասնակցողները կարող են իրենց ճակատին գրել նիկոլական, որովհետեւ երբ ոչ ոք ոչինչ չի անում, ու դու ես անում, ուրիշը անի, դու գնաս միանաս։ Դու ես անում, իրենք պարտավոր են միանալ։ Մանավանդ որ դու չես միայն, դու իրենց անկախության պայքարի առաջնորդն ես։ Ուրեմն ինձ համար շատ ծանր էր, որ մենք այն վիճակին հասանք, որ չէինք կարող ասել, օրինակ ես չէի կարող ասել պարոն Վենս, մենք ժողովրդավարական երկիր ենք, դու ժողովրդավարական երկրի ներկայացուցիչ ես, ու հիմա գնում ես բռնապետական Ալիևի երկիր։ Ցավոք սրտի այդ գլխավոր կռվանն էլ այս անշնորհքների կամ ազգադավների կամ ավելի վատ բաներ նրանց ճիքերով այդ առավելությունն էլ մենք կորցնում ենք, բայց դեռ լրիվ չենք կորցրել, ու ես կարծում եմ այդտեղ անելու բան ունենք։ Վերջերս ես առավել եւս համոզվեցի։ Շատ լավ։ Հիմա այս ամեն ինչի մեջ Նիկոլ Փաշինյանը այսպես ասում է, ինքը մեր երկիրը հասցրել է այն վիճակին, որ մենք այլևս անգամ այդ առումով չենք կարող ձայն բացասնել, եւ վերջին հարցազրույցում գլուխ աղում, ասում է, ես ծայրագավառից Հայաստանը դարձրել եմ կենտրոն։ Դե ինքը ինչ ուզի իր մասին կասի, իր խոսքերը քննարկել, գիտեք, շատ լավ գիտենք, որ ինքը ասում է մի բան, հետո լրիվ հակառակը, նույն վիճակականությամբ, նույն համոզմամբ, այնպես որ ընդհանրապես իր խոսքերը վերլուծելը շահեկան չի։ Եվ կյանքում մենք ունենք ուսուցիչ, չէ, գերագույն ուսուցիչ։ Հիսուս Քրիստոսը իր առաքյալների միջոցով մեր ուսուցիչն է, ասում է հավատը գործերով։ Երբ մարդ ինչ-որ բանի իբր թե հավատում է եւ դա հայտարարում է, նրա հավատը պետք է ստուգես իր գործերով։ Արդյոք սա չէր, որ ասում էր Արցախ Հայաստանը եւ վերջ։ Եվ արդյոք սա չի, որ հետո ասեց Արցախ ընդհանրապես չկա, ինչ Արցախ։ Արդյոք սա չի, որ ժամանակին ձայն էր տալիս այն քաղաքական ուժերին, որ անկախության դեմ էին, եւ հետո այսօր խոսում է անկախության մասին։ Արդյոք սա այն մարդը չի, որ իր իշխանության օրոք ոչ մի անգամ հանրային հեռուստատեսությամբ չհնչեցին այն երկերը, որոնց մասին քիչ առաջ հիշում եք Շաքարյանն ասաց, ես հիշում եմ 90-ական թվականներին քո երկերով էինք ապրում բոլորս, տրամադրությունս վատ, մի անգամ չեն հնչել անկախության պայքարի երկերը, երբ ամբողջ սովետական միության տարածքում ներառյալ Արևելյան Եվրոպա նորագույն ժամանակների ազատասիրական երկերի այդպիսի փունջ ոչ մի ազգ չի ունեցել։ Ու սա խոսում է անկախության մասին, խոսում է անկախության մասին, բայց դեպի անկախություն տանող կամ անկախությունը արմատավորող որևէ գործողություն չարել։ Հակառակը որքան ուզեք կարող եմ ասել։ Չնայած իհարկե ավելի կարևոր է ժողովրդավարությունը, այստեղ ես երկու խոսք պիտի ասեմ դրա մասին։ Ուրեմն աշխարհը այսօր բաժանված է երկու մասի հիմնական։ Տարբեր բաժանումներ կան՝ կրոնական, տնտեսական, աշխարհագրական, բայց աշխարհի պետությունները հիմնականում բաժանվում են ժողովրդավարականների եւ բռնապետականների։
Դրանց մեջ կան իհարկե կիսաժողովրդավարական, կիսաբռնապետական եւ երբ խոսվում է միջազգային հարաբերությունների մասին, ընդհանրապես որպես քաղաքակիրթ ներկայացնում են ժողովրդավարական երկրները։ Դուք պատկերացնում եք Հայաստանը ինչ հզոր զենք էր ստացել այս վերջին տասնամյակներում ու չօգտագործեց ու հիմա էլ ուշացնում է ստորագրել։ Իդեպ անցած շաբաթ 10-րդ անգամ է Նիկոլ Փաշինյանին տրվել Հայաստանը աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը դարձնելու բանաձևը։ Ասեմ մի բան կա, որ մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ այսինքն եթե դու այդ նյութին ծանոթ չես, քեզ թվում է թե ասված անհետ է։ Դրա համար որոշ դեպքերում այսպեսի արձագանք եմ ստանում, բայց ախր ինչպես բացարձակ ժողովրդավարության։ Ես հենց դա եմ ուզում որ օգտագործի, որ շատ արագ ակնհայտ դառնա, որովհետև նույն հարցը կանչի աշխարհի տարբեր երկրներից, ամերիկացիները կարող են ասել, մենք ժողովրդավարական ենք կամ Ֆրանսիան, այդ ինչ բացարձակ ժողովրդավարություն, այդտեղ դու ասում ես համեցիր եւ երբ ասեն բացարձակ ոչինչ չկա, ասում ես այդ ինչպես է որ դուք երբեք չասացիք բացարձակ ոչինչ չկա, երբ խոսք գնաց բացարձակ բռնապետության մասին, բացարձակ միապետության մասին։ Սա մի հզոր գործոն է եւ այդ գործոնի համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եթերում Լուիզա, միշտ հիշում եմ քեզ, միշտ քեզ օրհնում, որտեղ այս տերմինը դու ինձ պարտադրեցիր, դա իմ աշխատության ռուսերենի թարգման շուհին էր եւ այսօր պատկերացրեք երբ այդ աշխարհը բաժանված է երկու մասի եւ այդ երկու մասերի մեջ հանկարծ որպես որակ գրող հանդես է գալիս Հայաստանը, պատկերացրեք մենք ինչ հզոր զենք էինք ունենալու արդեն, եթե բթամիտ չլինեին նախորդ իշխանությունները եւ նրանց գործը շարունակող բթամտության առումով ազգադավության հակամարտկային դրսեւորման դեմ շարունակող Փաշինյանականները։ Հիմա գալով նաև քաղաքային խնդիրներին, տեսեք, այս խայտարակությունը անընդհատ թոշակառուների մեծահասակների նկատմամբ իրենք ինչ են դրսևորում եւ սրան զուգահեռ նաև քաղաքային լրջագույն խնդիրները, մեկ օրինակ դուք եք բարոյ պարոն Հայրիկյան, որ գալիս եք այս ամբողջ քաղաքովակի փոսի այսպես ասֆալտել, եթե ասֆալտով եմ որտեղ կերակրում, դրա համար ինչու ենք ասֆալտին ուշադրություն դարձնում, այդ կտոր մասնատված ասֆալտը, այս ամեն ինչը իրենց կողմից ինչի դրսևորում է, թալան, պարգևավճարներ, դե թոշակառուեր, դե Գիտեք, անկասկած այս եղանակային պայմանները չպետք է այդ աստիճան ազդեին ճանապարհների որակի վրա։ Հետաքրքրական է, բնական է։ Հետաքրքրական է, որ ես այստեղ գալու ընթացքում մի քանի տեղ նկատեցի, որ մեքենաներ են կանգնած, իսկ միտեղ զարմացա ուղիղ ճանապարհը ինչ են արգելակում եւ ձախ տեկվում, այստեղից ոչ շատ հեռու։ Հետո տեսա աներևակայելի փոս։ Եթե տեխնոլոգիապես ճիշտ են պատրաստված ասֆալտե ճանապարհները, նոր են չէ վերանորոգվել, այս վիճակը պիտի չլիներ։ Բայց տեսեք, դուք խոսեցիք ընդհանուր ծանր վիճակի մասին, մեր այսօրվա կարգախոսների մեջ, ավելի ճիշտ ցուցապաստառների մեջ կա սոցիալական պետության ոչ անհարիր դրսևորումների մասին նաև պաստառներ կան։ Ընդհանուր ուղղվածությունը հետևյալն է՝ ոչ իրավախախտումներին։ Եվ հետաքրքրական է, որ սրանք սոցիալական պետության մեջ, որտեղ Սահմանադրության մեջ էլ հատուկ նշված է բոլոր մարդիկ օրենքի առաջ հավասար են։ Հանկարծ պետական պաշտոնյան, որը ըստ էության Նիկոլի թիմակիցն է։ Բոլորս գիտենք, որ պետական պաշտոններում մնացել են մարդիկ, որոնց մասին Նիկոլն ասում էր, ով կհամարձակվի իմ ասածը չանել։ Մեկ-երկու բացառություն են էլ իրականում բացառություն չէ, նրանք էլ նույն թիմից են։ Նրանք ստանում են այնպիսի օժանդակություն աղքատների հաշվին, որ աներևակայելի է պատկերացնել որևէ աշխարհի որևէ սոցիալական պետության մեջ։ Իհարկե կան բացահայտումներ, այդ բացահայտումներից մեկը հետևյալն է, ասում է, եթե քեզ 1 միլիոն, եթե քեզ տալիս են 3 միլիոն դրամ, ու կողքից մեկը ակնարկում է, պաշտոնապես չէ, էլի այնպես չի որ Նիկոլն ասում է դու այսպես պիտի անես, կողքից մեկը կուսակցական ընկեր ասում է, բայց դու կմասնակցես, չէ, ընտրությունների համար հավաքին, գոնե դրա 1/3-ը կտաս, չէ, պատկերացնում եք ինչ է ստացվում։ 3 միլիարդի 1/3-ը ստացվում է 1 միլիարդ, այսինքն 1 միլիարդ դրամի արդեն նախընտրական միջոցներ հավաքեցին ձեր հաշվին քաղաքացիներ։ Մեր պաստառների մեջ այնտեղ կա նաև ռազմագերիների մասին, բայց կրկնում եմ, դրանք ոչ թե Ալիևի ռազմագերիներն են, պատանդներն են, այլ Նիկոլ Փաշինյանի, ինքն է տվել իրավական հիմնավորումը, ասելով, որ սա է։ Դրանից բացի, այնտեղ կան պաստառներ, որոնք վերաբերում են, ավելի ճիշտ տեսեք, ես իրազեկումը տալիս, մենք քաղաքապետարանից թույլտվություն ենք ստանում, ոչ թե թույլտվություն, այլ իրենք տեղեկացնում են։ Եթե դեմ չեք
Չէ, եւ այստեղ կան այդ բողոքների վերաբերյալ այլ շեշտադրումներ, կարճ ասած քաղաքական կանոնավորների արկայությունը, հայոց առաքելական եկեղեցու դեմ հարձակումները, այդ բոլորը իրավախախտումներ են։ Եվ Գիտեք, վերջերս Փաշինյանը մեր հայ առաքելական եկեղեցում հավասարության մեջ դրեց, համեմատության մեջ դրեց Իրանի իսլամական ծայրահեղականների հետ։ Ես չգիտեմ, իր վերջին հարցազրույցում։ Ընդհանրապես դες զարմանալի կթվա, բոլորից զարմանալի կթվա, ես ուրախ եմ, որ ինքը իրեն այսպես լրիվ բացահայտեց, այն որ ասում են գաղտնազերծում, լյուստրացիա, Նիկոլը զբաղվեց շատ խոր գնացող եւ խորապես բացահայտող ինքնամերկացումով։ Նա ով որ քրիստոնեություն ասելով չի հասկանում, որ դա նախ եւ առաջ նշանակում է չի կարելի առաջնորդվել, նպատակը արդարացնում է միջոցները, այսինքն չի կարելի առաջնորդվել նրանով, որ հանուն այս նպատակի ես կարող եմ անել ստորություններ, ինքը գնում է այդ ճանապարհով եւ սա ինքնա ոչնչացման ամենակարճ ճանապարհն է, մնում է որ իսկապես համախմբում կայանա եւ համախմբում կայանա ոչ թե առաջիկա ընտրությունների համար, որոնցով իբր ինչ-որ բան պիտի փոխվի, մինչեւ ընտրությունները դեռ 100 օրից ավելի կա, ազգերի կյանքում մեկ օրն անգամ ինչ-որ բան է փոխում, Սարդարապետը եղել է ընդամենը մեկ օրվա ընթացքում հիմնական գործը եւ նա մեծ պետություն ունենալու իրավունքը վերադարձրեց։ Հիմա 100 օր մենք պիտի սպասենք, թե ինչ-որ ընտրություններ պիտի գան, ընտրությունները էլ գնում են չմիավորված, տեխնացու են փնտրում։ Մի հատ ցույց տվեք այն մարդուն, ում կենսագրությանը նայելով այսօր մենք կարող ենք ասել, որ հավատանք ես մարդուն։ Հավատը գործերով։ Այնպես որ այդ երևույթները, որ այսօր արկա են ու որոնց դեմ մենք ընդվզում ենք, դրանք պահանջում են նաև այսօր գործել ու այս ամեն ուրբաթ փոքր քանակի մարդկանցով ցույց անելու նպատակը նաև այն է, որ նրանք ովքեր բողոքում են, բայց չգիտեն ինչ անեն, եկեք միացեք։ Այսօր կարող եք մի քիչ ուշացումով էլ գալ, ժամը 5-ին կառավարության դիմաց ենք, բայց ամսի 18-ը լինելու է համազգային ցույց հանրահավաք։ Եվ նորից գալով այս քաղաքային խնդիրներին, պարոն Հայրիկյան, դեր սրան զուգահեռ համատարած թանկացումները, գույքահարկ, հողահարկամ ու ինչ որ դուք եք պայմանապես բախվել, խնդրեմ։ Մեր այսօրվա պաստառների մեջ դուք կարող եք նաև նախորդ հրապարակումներում տեսնել իմեջում տարբեր բարեբախտաբար մամուլը մասնակցում է, շնորհակալ եմ նրանց, որ լուսաբանում են, այնտեղ կա նաև ոչ հարկային տերորին պաստառ, ցուցապաստառ։ Դա ինչ է նշանակում։ Հարկային քաղաքականության դեմ կարելի է դժգոհել, բայց երբ քաղաքացու շուրթերից հնչում է ոչ հարկային տերորին, դա հենց այն է, ինչի մասին հարցրիք։ Մենք ապրում ենք այդ պայմաններում, բայց ի տարբերություն բոլոր նրանց, ում դուք կհրավիրեք այստեղ ու նրանք խոսեն, ես ոչ միայն խոսում եմ, այլ որպես գործիչ են էլ Հայաստանի անկախության վերականգնման պայքարի առաջնորդ, ես գործ եմ առաջարկում, չի կարելի ձեռքերը ծալած նստել, եթե դու չես բողոքում կատարվող երևույթների դեմ, այն էլ հավաքականորեն, նշանակում է դու արդարացնում ես, մոտավորապես այս է, նրանք ովքեր գիտեին, որ այսօր ես պետք է ես պիտի գնամ որպես պարզ ցուցարար կանգնեմ կառավարության դիմաց ու իմանալով հանդերձ չեն գալիս, նրանք ասում են կեցես Նիկոլ լավն ես, դրա համար ասում եմ ձեր ճակատներին գրեք Նիկոլական։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։